Մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Արմինե Ադիբեկյանը։ Բարև ձեզ Արմինե, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պիտի շատ խնդրեմ բարձր խոսել, որտեվ հիմա անընդհատ կգրեն չի լսում։ Սենց լսվում է։ Սենց լավ է։ Հիմա կարձագանք է։ Որ ասենք առավոտը բացվում է, բարի չէ, չգիտեմ ում համար կամ այսպես ասեմ, արդեն 7 տարի բարի չի հայ ժողովրդի համար։ Բայց դες հատկապես ավելի տես խտացված գույներով լուսաբանություններ են լինում եւ այսպես դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի եւ Ազգեն Սաղաթելյանի տուն գրել էր փաստաբան այս ժամը 7-ի մոտերքը 7:30-ի Ռուբեն Մելիքյանը հետո Ռուբեն Մելիքյանը դուրս եկավ ուղիղ եթեր ու հայտարարում է որ ներսում ինչ որ գործողություններ են անում բայց իմ մուտքն արգելում են այսինքն խոչընդոտում են փաստաբանի աշխատանքը հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը դրանից հետո Նարեկ Սամսոնյանը ձերբակալեց եւ տարան քնչական նույն ահա այսպիսի պատկեր են ստացել ես կարծում եմ շատ ավելի շատ իրենց ամբողջ խնդիրը նման պատկեր ստանալն է նույնը հավանաբար Վազգենի կարված հոդվածը հին եւ բարի խուլիգանություն հայտնել է Մելիքյանը ահա այսպիսի բարի լույսով Եվ ԱԱԾ դիմակավորված անձին քննչի մասնակցությամբ խուզարկում են իրականացնել Վազգեն Սաղաթելյանի տանը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Ես որպես փաստաբան մի քանի անգամ պահանջեցի, որ ներս թողնեն, սակայն ներսից քննիչները հրանգեցին համբերել գրել է։ Սա էլ լրիվ նորություն է, լսին փաստաբանը թույլ չտալ։ Վազգեն Սաղաթելյանին այնուհետև ձերբակալում 9-ի մոտերքը հիշեցնենք, որ նա եւ Նարեկ Սամսոնյանը մեղադրվում են խուլիգանության մեջ, դրանից քիչ առաջ էլ ձերբակալվել էր Նարեկ Սամսոնյանը։ Ահա այսպիսի բարի լույս, բարի առավոտ մեր երկրում, խնդրեմ։ Նախ մինչև սկսենք, ես մենակ մի բան եմ ուզում ասել։ Նա դրա ասածները, որ ասեցի բանկանը կետել էլի, ես կանեք որ նայեք։ Այս կենթանիների մասին եմ ուզում խոսեմ, որովհետև պարզա որ Ալեն Սիմոնյանը գիշերային այդ բանը երազախապ լինելու արդյունքում զանգում է ԱԱԾ-ի բանին, ասում է դրանց բռնեք բերեք բանը ծեփեք լեփեք բան ԱԱԾ-ի շեֆը բան անում մակագրում է, օքեյ հասկացանք, այս երկու տղեկը ժամանակին կարիերա են արել, ուզեցել են ծառայեն հայրենիքին, ազգային անվտանգություն ապահովեն, ու դուք պատկերացնում եք այդ կառույցը ոնց է արժե զրկվել, որ իրանք խուլիգանության հոդվածով այս վիճակով մարդ են ձերբակալում։ Հիշեցնեմ, երբ որ ադրբեջանցի ահաբեկիչը մտավ Սյունիք Քաջարանում մարդ սպանեց։ Ինչ արեցին հետո։ Ձեզ թվում այս սենց էին ձերբակալում մարդասպանին, շպիոն, դիվերսանտ մարդասպանին։ Իհարկե ոչ։ Երևի սա ԱԱԾ-ով սենց դեմը պարկել էին, որ իրանց մեջքերի վրով քայլի, հələ մի բան էլ ներողություն խնդրեցին, ձեռը պաչեցին, ճամփեցին տուն։ Ոստեղ մենք գործ ունենք Նարեկի ու Վազգենի մասին մենք առանձին կխոսենք, մենք հենց հիմա ականատես ենք, ոնց է տգետների խունտան, որը չունի ոչ մի բարոյական զսպանակ, արժե զրկում մի կազմակերպություն, որի գործառույթն է ապահովել ազգային անվտանգությունը։ Հիմա ինձ կարող եք պատմել խուլիգանության հոդվածը ինչ սպառնալիքներ ունի ազգային անվտանգության նկատմամբ։ Ում եք վախացնում, մեզ եք վախացնում, այս չմոների, որ իրիգունը գնալու են տուն իրանց երեխեքի աչքերին այն ասեն, պապան երկիր է պաշտպանում, այս էիք ուզում, դուք սրա համար եք մտել համակարգ աշխատելու։ Անցնենք տղեկին։ Եվ ինչի տես դիմակավորված, այդ ինչից են։ Դե դրանց չէ, իրականում այդ իրանց ֆորման է տենց, օքեյ, ես հասկանում եմ այդ իրանց ֆորման է տենց։ Չէ, հատկապես այս տեսարաններով, բան ինչ է, ինչ որ դիմադրություն է եղել, ընդվզում է եղել, ինչ է եղել, դուռը թակել եք, դուռը բացել են, մտել եք, ընդ որում 3 տարեկան եւ 5 տարեկան մանկահասակ երեխաներ է տանը։
հասկացանք ասեք այդ երեխան գնում է մեկ էլ այս դիմակները դուրս է գալիս այս դիմակներով ասես գնացել են դարի հանցագործ են դրանից առաջ եթերում նստած էին այդ մարդիկ չէ եթերում նստած են եղել գնաք եթերից տուն էին գնում ասենք դուրը թակեք կամ ձեռքը բռնեիք տանեք պիտի տուն գնան ահաբեկեն այդ երեխաներին վախի մթնոլորտը ոնց է բան անում բոլորս պետք է իմանանք որ կարող է առավոտը 7-ին ինչ որ չմոշնիկներ որոնք պարգևավճարի դիմաց լրիվ մոռանալով հանուն ինչի են նրանք ծառայում եւ ում գրպանից են նրանք աշխատավարձ ստանում հիշեցնեմ որ նրանց աշխատավարձը ձևավորվում է մեր հարկերից մենք ենք իրանց աշխատավարձը տալիս նա պրոբլեմ չի տեսնում մտնի ահաբեկի ընտանիքը առավոտը 7-ին ու ես հավաստիացնում եմ որ վաղը չեմ իսօրը իրանց տուն են տենց մտնելու Քանիսին են տեն շփոթել։ Ու հետո իրա կնիկը ու մաման դուս են գալու վայնասունը դնեն, ասեն երեխուս վախացրեցին։ Ախ, էսա։ Այն դահոլ չի ասում դատախազը նախքին, պարզում է չգիտեմ ինչ էր խոսում, ինչ է ասում, քիչ ամնում, ինչ էր անուն այդ դահոլ չու դատախա։ Արթուր ինչ է։ Արթուր Դավթյան են բոլոր գործեր են Նիկոլի բան դատախազը առաջին որ ձերքիդ այդտեղ շփրտես դուրս դե որ ասում եք շփրտե հենց շփրտել ասեցիք հիշեցի էլի ծառայեց հենց որ ավարտվեց արդեն ծառայությունը շփրտեց հիմա ինչ որ հարցազրույց ա տալ եթե ինձ ասեն ես կձերբակալ եմ եթե չգիտեմ ինչ որ բաներ ա խոսում դիրա դուրն ա եկել էլի հեսա դուրը թակելի է այսինքն մեկը պատասխանը գալու է չէ ամեն տականք ու սրիկա իր արդարացումն ունի այս ամեն ինչի համար պատասխան տակ ինչի եք օգտագործում ազգային անվտանգության ծառայությունը հասարակ քաղմասի մակարդակի գործում մեզ եք ուզում վախացնեք առը թե մենք կվախենանք եթե Ալեն Սիմոնյանը ինչ որ մի պահ թված որ այս շոուներով նա կարող է վախ սերմանի կամ հարգանք մեր մեջ առաջացնի իր անձին նկատմամբ նա չարաչար սխալվում է ոնց ոչնչություն եղել է այն ուխտի տղա դենց ոչնչություն կա եւ ոչնչություն շարունակելու է մնալ եւ որպես ոչնչություն նա տեղափոխվելու է բանտ եւ բանտում վայելելու է իր կյանքի վերջի օրերը հեսա մտքում կասի Արմին էս Ալիևին կասեմ հա բա ում պետք է ասեն արդեն Ալիևին